Ողջույն 24 նյուզի եթերում Մարդիկ Արցախից հաղորդաշարն է, շարունակում ենք պատմել արցախցիների մասին ամենաիրական պատմությունները։ Այսօր Արևիկ Պետրոսյանի հյուրն եմ լինելու։ Բարև ձեզ։ Եկալ ենք ձեզ գործի մեջ խնգարալ։ Օզանք զրուցենք ձեզ հետ։ Ստի եշում սաղ սպիտակա, գեղեցիկ դասավորված, կոկիկ, կասիկ ինչավık զբաղվում։ Սպիտակի հետ համահունչ հիմնականում մկրտության պարագաներ եմ զբաղվում, բայց ընթացքում միջև այդ գործել եմ մրալ, սկսալ եմ փոքրիկ աբադոգներից, մանկական գլխարկներից, որոնք լայն տարածում են գտել Արցախում։ Դրանից հետո կամաց ոլորտը փոխվալա դեպի մկրտության պարագաներ։ Ես այդ չեմ հասկացալ ոնց է փոխվել, բայց հանգամ նրան վեր հիմնականում զբաղվում այս գործով։ Կհիշիք հետաքրքիր դեպքեր Արցախի հետ կապված ձեր աշխատանքային գործունեությունից, որովհետև Արցախում այդ մանավանդ երեխաների մկրտությունը շատ կարևոր ու առանձնահատուկ համ արարողություն է այլ համ պարտադիր դաստիարակության ապրելակերպի մի մաս է կազմելիս։ Արցախում իրոք շատ մեծ նշանակություն տվալ, հիմնականում հու պատվիրել ինձանա համեստ ունելալների սաղ, ճոխություն, այսպես վերասիմ, եսիմ ցուցադրական չիլար, ուզան պրոստո օրինակ ասեղնագործված հիշվեր իրենց խոհին անիմը այդ օրը, իրենց խոհին հագուստը միշտ մինիմալիստ է, հիմնականը ես վեր նկատում Արցախին պատվիրատուների մոտ մինիմալիզմն է այդ բաղը, որ մաքրություն, նուրբություն ինի այդ օրվա ու հիշվողինի, դա եմ ես առանձնացրալ ու այն հովնը պատվիրալա միշտ իրոք հավատքալ մարդիկներ լան ձևական վերասիմ այն որ հնգեր բարեկամի զարմացնելի հետի չիրար այդ ամեն ինչը իրոք սրտով հավատքավն իլալ անելիս այդ արարողությունները Փաստորեն եւս մեկ անգամ պիտի փաստենք վեր Արցախում եկեղեցին հավատքը ուժը այդ հույսը երբեք մարալ չի ու մեր հարցազրույցը սկսելուց առաջ մի հետաքրքիր դեպք պատմալ վերեկոզին պատմիկ նաև հերոստադիտողին հետի կապված արցախյան վերջին օրերի հետ։ Արցախում ես Բլագադայի շրջանում հիմնականում տեղից սկսեմ Բլագադայի շրջանում ահռելի քանակով մարդիկ քնունքներ եղալ, ես երևի ամենաշատը գիտացա այդ մասին, որովհետև հիմնականում ես մեծ գործով զբաղվել եմ, հազարավոր մարդիկ, այն փոքր Արցախում, այն փոքր երկրում հազարավոր մարդիկ Բլագադայի պայմաններում մկրտություն ունենալ, իրենց խոխոցը մկրտալն, ընտանիքը մկրտվալն, օզալ, միշտ հով ինձ գիրելա, հով ինձ դիմալա այդ պարագաների համար, լող ասան ուզում ենք ստեղ կնքվին, գիտեմ չենք եկոց մեր ապագան անորոշ է, մունք անորոշ ենք, բայց ուզում ենք մունք մեր եկեղեցում, մունք մեր տեղը կնքվինք։ Ու ահագին երամա ժամ ռոպե վարկյան չիրար ինձ այդ ժամանակում սաղին էլ օզալում վեր հսցնիմ սաղին իրանց օզած ձևավը տամ իրանց պարագաներ իրանք օզած ձևավը Արցախում կնքվին։ Դաժե նույնիսկ վերջում երբ արդեն ես պատերազմնար վերջի 23 թվականի այդ ժամանակ ամսի 22 թե 23 չեմ հիշում այդ օրերը մին աղջկա ինձ գիրալ վեր մկրտության պարագաներ եմ ուզում դե լուսո քինամակյամա շատ փիս պայմաններ ալար ասամ յանի մենք այս պահին ասում հա ուզում կնքվին գիտվել չլի որովհետև արդեն սաղ դուսինքամ կեսը արդեն վախած անորոշ փիս վիճակում այդ մարդը ոզա իրան խոխան տկնքե վերջին պահին այն հույսը մարած այն տխուր օրերին այն գյումչում սաղս գյդում ենք ինչ վիճակ արար այդ վիճակում ուզալակնքի ասալım այնա ունի պատրաստի պարագաներ դե կարելի հնարավորություն իլալ չի անելի գործաների ասանագործերի վիշպենի հնարավորություն չիլալ վերջին մոմնալալ այն վեր արդեն ամեն ինչ սպառված արալ պարագաները ասալ մի եկիկ օրոնք պայմանավորված 25-ին պիտի կար յորոնար վեր տանար 25-ին էլ հենց կնքվար դուզն ասած այդ պայթունից հետո ինքը կապի չլի դուս եկալ երևի կամ ստիպված դուսուն եկալ կամ ինչ որ պենա բտահատի գիացաչում դիլ հսցրած չէ աղջիկը կնքվե շատ տխրալում այդ պենա ոզանվեր ինքը հենց իմենը ինքը կնքվե Արցախում Արևիկ մենք խոսում ենք ձեր գործունեությունից բայց այդ ամեն ընտանիք չկա որ ցավոք օրոս չունենա եւ մանավանդ այս վերջին շրջանում այն ընտանիքներին եմ հյուրընկալվում ու այսպես ասած
տեղում եմ իմանում, որ ընտանիքն էլ այդ ընտանիքը եւս ունի կորուստ, չնայած բոլորս փորձում ենք ցավը խեղդելով մի կերպ այստեղ աշխատել, ոտքի կանգնել, ձեր ընտանիքն էլ ցավից ու կորստից անմասն չմնաց։ Ցավոք սրտի անմահացել է նաեւ ձեր եղբայրը։ Ուզում եմ, որ նրա մասին խոսենք։ Ավակ եղբայրս է 31 տարեկան։ Ինքը ծնված էր մարտիկ լինելու համար։ Ես չգիտեմ, ինքը շատ գործերով զբաղվել, շատ այն որ գյուղում էինք ապրում, գյուղական ամեն գործ արել, ամեն ինչ էլի աշխատասեր, բայց միևնույն է իր մեջ այդ մարտիկի ոգին կար, ինքը ստեղծված էր դրա համար։ Ես հետո եմ զգացել, երբ արդեն ինքը չկար, միշտ 16 թվականի պատերազմին էլ ինքը առաջին էր վազելով, ոչ ոտքով վազելով դեպի հավաքատեղի, որտեղ հավաքվում էին, որ պիտի գնայինք, ինքը առաջին էր, բոլորին կանչում, բոլորին սենց դուխ տալով տանում էր հետը։ 16 թվականին բարեհաջող եկավ, բայց 20 թվականին սեպտեմբերի 29-ին զոհվեց։ Ինչպես եք նրան ճանապարհել պատերազմ։ Ես իր կողքին չեմ եղել, ցավոք սրտի, այդ վերջին րոպեին ես իրան չեմ տեսել։ Մայրիկս ասել, որ սպասիր դեռ, գուցե դեռ չկանչեն, ասում եմ մամա, իր վերջին խոսքերը դա էր հեռանալուց, դու տղա չես բերել, որ ինքը սեղանի տակ բախկվի այդ օրերին։ Դու տղա ես ունեցել, որ այդ օրերին քեզ պաշտպանի, իր հայրենիքը պաշտպանի։ Դա իր վերջ խոսքերն էր, որ գնաց։ Ինչպիսին եք հիշում նրան։ Լուսավոր։ Ինչ կցանկանայիք ասել նրան, որ չեք հասցրել։ Ինքան բաներ կա ասելու։ Շատ բան կա, բայց չգիտեմ։ Ինքը առանձնահատուկ ազնվորություն է, ինքը բռնկող է շուտ, ամենասրտով մաքուր, ամենասրտահերը չէ, այդ բառն ամենաորից ձևի մախբերալը։ Թիկունքից կանգնած, մյուս եղբորը թիկունքին կանգնած։ Տան ավակ տղաներ, արդեն պատկերացնում եմ արցախցիները ինչպես էին իրենց քույրերին, մանավանդ երբ քույրը փոքր էր, ինչպես էին պաշտպանում, պահպանում։ Հիմա էլ ձեր եղբայրը հաստատ երկնքից նայում է ձեզ եւ ուժ է տալիս ձեզ, որպեսզի կարողանաք դիմակայել այս փորձություններին։ Կնշեք, որտեղ է զոհվել ձեր եղբայրը։ Մարտակերտի պաշտպանական շրջաններում այդ պոստերում, դե մենք Մարտակերտի շրջանից ենք, իրանք էլ գնացել են այդ շրջանի դիրքերը առաջին գծում։ Հենց առաջին գիծ էր կրվում ինքը։ Ինչպիսին էր շրջափակումը որպես մայր արդեն ձեզ համար։ Շրջափակումը շատ համ հետաքրքիր էր, համ ուրախ էր, համ տխուր էր, համ անհույս էինք, համ հույս ունենք։ Այնքան տարբեր էր մեր զգացողությունները այդ ժամանակ։ Մենք 20 թվականից հետո Երևանում ենք ապրում, 2.5 համարյա թե 2 քանի տարի ապրել ենք Երևանում, դեկտեմբերին որոշեցինք վերադառնալ Արցախ 22 թվականին։ Շրջափակումից մի քանի օր առաջ մենք վերադարձանք Արցախ, այստեղ խանութ ունենք, փակեցինք, որոշեցինք բացել Արցախում, այնտեղ ապրել, որովհետև ինչքան էլ այստեղ գործը լավ էր մեզ համար, Արցախում ուրիշ էր, կանչում էր, էլի ինչ որ մի բան մեզ կանչում էր այնտեղից։ Տեղափոխվեցինք, որոշեցինք խանութ բացել, գնացինք արդեն դեկտեմբերի 5-ին հասանք Արցախ, դեկտեմբերի 12-ին ճանապարհը փակվեց։ Էլ չկարողացանք խանութ բացել, որովհետև չգիտեինք էլ ինչպես կլինի, հետո կկարողանանք հումք բերել աշխատելու համար, թե չէ։ Խանութ չբացեցինք, բայց աշխատեցինք, բավականին շատ աշխատեցինք Արցախում գտնված օրերին։ Ես որ այնքան կարոտած ուզում էի վայելեմ Արցախի օդը, շունչը, բայց համարյա թե չհասցրեցի, որովհետև գործը շատ էր։ Հիմնականում մկրտության, քիչ առաջ նշեցի, որ բավականին շատ արցախցիներ ցանկանում էին մկրտվել։ Այս սկզբնական շրջանը, հետո ինչպես բոլորը, այնպես տարբերություն չկար։ Մի տարբերություն էր, որ երբեմն խղճի խայթ էի զգում երեխայիս առաջ, որ իմ սեփական կարոտի, իմ այն որ կանչում է Արցախը, իմ պատճառով ես երեխայիս բերեցի այդտեղ ու փակվեց, բայց դե ես ճիշտ է, պահ էր գալիս, որ իրոք մտածում էի, որ գուցե սխալ եմ արել, բայց հետո հասկանում եմ, որ սա ինձ պետք էր, որ ես այնտեղ լինեի,
Հա, իրոք պատերազմի պահերին շատ դժվար էր, շատ վախենալու, բայց իմ հոգու համար, հիմա իմ հանգստության համար, մեր ընտանիքի հանգստության համար մենք վերջում Արցախում ենք, վերջին զգացինք Արցախում։ Ձեր բալիկներից մեկը ծնվել է Արցախում, մյուսը Հայաստանի Հանրապետությունում, չէ՞ արդեն։ Հուսով եմ այսօր կհասցնենք նաև ծանոթանալ բալիկների հետ կամ գոնե մեծի հետ, եթե փոքրիկը քնած լինի կամ դե գիտեք փոքրիկների հետ որքան դժվար է։ Ամեն դեպքում ինչպես սկսվեց այս համար սեպտեմբերի 19-յան պատերազմը եւ որքանով էր այն տարբեր 44 օրյայից։ Սեպտեմբերի 19-ը երեխան դպրոցից եկավ տուն, դե առաջին դասարանը շուտ էին ավարտում, Փառք Աստծո իմ դեպքում, Փառք Աստծո տանն էր երեխան, մենք ապրում ենք 2 հարկանի տան մեջ, ծնողներս վերևում, մենք ներքևի հարկում, եղբայրս մի անգամից երեխային գրկեց, ոտքեր, բան, կոշիկ, բան, ոչինչ չարակա, մի անգամից ներքևի հարկ տարավ, որպեսզի գոնե ինչ որ չափով պաշտպանված լինի, թեպետ ներքևի հարկն էլ չպաշտպանված այդքան այն արկերը, որ մենք տեսել ենք, չի կարող էլի այդ տոնը դիմակայել այդ արկերին, բայց դե այն որ հույս էր։ Բոլորս արդեն հերթով իջանք ներքև, հետո տղամարդիկ դուրս եկան, մեր տղամարդկանց բնավորության համաձայն, արկերի տակ իրանք մենք կանչում ենք իրենց, իրանք դրսում, դե վախեցած բոլորի նման, ավելի վախենալու էր իմ կարծիքով, քան 20 թվականին, որովհետև չէր դադարում, դադար չկար ու այն ժամանակ որ մեզ հույս ունենք, որ մեր սահմանները պաշտպանված են, այս ժամանակ արդեն մենք թշնամու բռի մեջ էինք։ Ավելի վախենալու, ավելի անորոշ զգացողությունները տարբեր էր։ Այն ժամանակ որ գիտես ինչ որ չափով կարող ես երեխայիդ հավերցնել, մի կերպ դուրս բրծնել, այս դեպքում արդեն գիտես որ իրանց հայեցողության տակ է, այսպես ասեմ, որ կարող են ինչ ուզում են այդ պահին ոնց ուզեն այնպես էլ կզարգանա։ Ինչ եք մտածում, ինչպիսին էր մայրական զգացողությունը։ Մայրական զգացողությունը հավուր էր, վախ էր երեխային կորցնելու։ Մենակ մենք մեր մասին չէինք մտածում, երեխաներն են հիմնականում մեր մտածմունքը, վախենում էինք, ուրիշ զգացողություն, որ ասեմ, վախ էր մեղավոր ես զգում քեզ, որ քո երեխան այդքան զգում է, ձեռքս դնում եմ իր գրկում, սիրտն այնպես է խփում, որ ես զգում եմ իր սիրտը, ամենաշատը այդ պահերն էր ցավալի, այդ պահերն էր, որ չգիտես ինչ անես, որ երեխայիդ փրկես, որ երեխայիդ սիրտը վախից այնպես է զարկում, որ բռիդ մեջ զգում ես։ Հիմա հարցեր տալիս է բալիկը այդ օրերը հիշում է։ Այդ օրերի մասին աշխատում եմ այդ ծանր օրերի մասին քիչ խոսենք, բայց հա, իհարկե հիշում եմ, բոլորը ամեն ինչ հիշում եմ, ամեն մի քարը, ամեն մի թուփը, ամեն մի իրադարձություն ինքը հիշում է Արցախից։ Երբ ավարտվեց պատերազմը, քաղաքում եւ առհասարակ Արցախի տարբեր շրջաններում տարբեր խոսակցություններ էին։ Ոմանք ասում էին, որ տղամարդիկ պետք է մնան, կանայք դուրս գան, ոմանք ասում էին, որ մի քանի օրով ճանապարհը կբացվի, ով հասցրեց, ձեզ ինչ լուրեր էին հասել, դուք ինչպես էիք լուսացրել պատերազմի գիշերը եւ ինչին էիք պատրաստ։ Մեզ էլ հենց նույն լուրերը հասել, մենք էլ ինչպես բոլորը, մենք էլ անորոշ վիճակում, ով ինչ ուզում էր հայտարարում էր, մարդիկ արդեն խոճապի էին մատնվում անորոշությունից, եթե գոնե ինչ որ մի հատ պետական մակարդակով ինչ որ մի հայտարարություն էր, մարդիկ սպասում էին դրան, բայց հայտարարությունները այդպես էլ չհնչեցին, մենք ինչպես բոլորը լսել ենք այդ ամեն ինչը, որ տղամարդիկ պետք է մնան, նույնիսկ բանտեր էին պատրաստել, երևի եք լսել, բանտեր են պատրաստել մեր տղամարդկանց համար, որ պիտի գնան այնտեղ բանտ նստեն, մենք էլ բոլորի նման ասում ենք, որ մենք ոչ միտեղ չեն գնա առանց տղամարդկանց։ Ու իմ կարծիքով այդ լուրերը բոլորը վախեցնելու համար էր, որովհետև արցախցիներին ինչքան փորձեցին այդ 9-10 ամիսների ընթացքում վախեցնել, հուսալքել, բայց արցախցիները էլի շարունակեցին մնալ այնտեղ։ Ինչպես հրաժեշտ տվեցիք ձեր տանը։ Անկեղծ ասած, այդքան ճիշտն ասած ժամանակ էլ չկար նստել հրաժեշտ տալ բան, այն վիճակում էինք, որ
բարեկամներ գյուղերից, շրջաններից մեր բարեկամներն էին մեր տանը, Ստեփանակերտի ծայրամասերից էլի բարեկամներ, որ գիտեք, որ այնտեղ արդեն թշնամին շատ մոտ էր, մեր տանն էին, չհասցրեցինք էլ հանգիստ հասկանանք ինչ ենք անում, ինչպես ենք հրաժեշտ տալիս, ինձ մոտ այդպես էր։ Ես հանգիստ հրաժեշտ էլ չտվեցի նույնիսկ։ Ինչ եք վերցրել ձեզ հետ եւ կա մի բան, որի համար ափսոսում եք, որ թողել եք։ Բնական է, մենք ափսոսում ենք ամեն ինչի համար, բայց երբեմն մտովի, որ վերադառնում եք, չեք ասում Երանի այս մի բանն էլ ինձ հետ վերած լինեի։ Չէ, նյութական ոչ մի բանի համար չեմ ափսոսում։ Հա, շատ բան ենք թողել, վերցրել եմ մեքենաներս մենակ, մեկ էլ երեխայի հագուստներ, ուրիշ ոչ մի բան։ Միշտ ամուսնուս հետ խոսելիս ասում եմ նույնիսկ մի հատ աղամանել չենք վերցրել, որտեվ կենցաղային ոչ մի բան չեմ վերցրել։ Մենակ աշխատանքի համար իմ մեքենաները, որովհետև ես գիտեմ, որ մենք այստեղ պետք է աշխատենք, մենք այստեղ չենք գալիս նստենք, որ մեզ ինչ որ մեկը պահի։ Всё, աշխատանքի համար պարագաներս միայն, որտեղ մեքենան փոքր էր, միայն դա տեղավորվեց, բայց չեմ ափսոսում ինչ էլ որ թողել ենք։ Նյութականը միշտ կարա ստեղծես։ Ես ափսոսում եմ մեր եղբայրների գերեզմանները, մեր հայրերի, մեր արցախցիների, մեր հերոսների գերեզմանները, որ մնացան տեղ, մնացած ոչ մի բան։ Ձեր եղբայրը հուղարկավորված է Արցախում։ Չէ, իմ եղբայրը Հայաստանում է հուղարկավորված։ Դա էլ առանձին պատմություն է, մենք Մարտակերտի շրջանի Նորսեսլան գյուղից ենք, եղբայրս էլ, ծնողներս էլ այնտեղ էին ապրում 2020 թվականին այդ գյուղերը 7 գյուղեր կային Մարտակերտի շրջանից, որը համարվեց, չգիտես ինչու Արցախը Աղդամի շրջան եւ հանձնեց Չնամուն։ Դե պատերազմի սկզբնական շրջանում էր եղբայրս զոհվել, այդ մեր գյուղում էին հուղարկավորված։ Երբ որ արդեն վերջին օրերին ասեցին, որ գյուղը պիտի հանձնեն, միջև այդ դրանց մասին խոսք չկար, վերջին օրերին եղբայրս եւ էլի 3 զոհեր կային, որ իրանք էլ են այդտեղ հուղարկավորված, իրենց եղբայրներով մեր տղաներին հանեցին։ Այստեղ երաբուլում խնդիր առաջացավ, որովհետև վերահուղարկավորումը ծանոթներ բան գտան Սևանում, Սևանի գերեզմանատանն են հիմա իրանք։ Կրկնակի, չգիտեմ, ասեմ, եռակի, ասեմ, ցավ է, հազավագիտ մի քանի անգամ հողին ես հանձնում, որովհետև էլի ու հանձնում են մեր հայկականը։ Ինչն եք ամենաշատը կարոտում Արցախից։ Արցախից ամեն ինչն է կարոտում եմ։ Արցախի օդը ուրիշ օդ էր։ Մենք որ էստեղից Երևանում ապրելու ժամանակ գալիս ենք Արցախ, մենք որ հասնում ենք արդեն Արցախի տարածաշրջանը, օդը փոխվում էր։ Ես զգում եմ այդ օդը, ես չգիտեմ, գուցե դա իմ մեջ է տպավորված, չգիտեմ, բայց ինձ համար Արցախի օդը մի ուրիշ ձև էր փչում, Արցախի քամին մի ուրիշ ձև էր փչում։ Ամեն ինչը ոնց կարելի է Արցախը չկարոտել, Արցախի նման տեղը ոնց կարելի է չկարոտել, այն մաքրությունը, այն օդի մաքրությունը, այն բնության, ինչպես են մեր արցախցիները իրոք շատ լավ են խնամում Արցախը։ Մենք երբեք բաց թողի վիճակում չենք թողել։ Ամեն ինչն է կարոտելու Արցախի։ Մի բան չեմ կարող առանձնացնել, որ ասեմ, այս մեկը հատուկ եմ կարոտում։ Որտեղ կուզենայիք հիմա լինել։ Կուզենայի հետ գնայինք մինչև 20 թվականը այն ժամանակ այնտեղ Արցախում։ Դրանից հետո էլ չէ, դրանից հիմա էլ չէ, այն ժամանակ հետ տանք ժամանակը հայտնում ենք 20 թվականին սեպտեմբերի 26-ին։ Մնայինք այդ սեպտեմբերի 26-ին։ Երջանիկ էինք։ Գուցե չէինք գիտակցում, բայց իրապես երջանիկ էինք եւ հետաքրքիր զգացողություն կար սեպտեմբերի 26-ի այդ տոնական քաղաքի օրվա տոնական ավտոբուսները փուչիկներով զարդարված ես միշտ շեշտում եմ եւ հաջորդ առավոտը ինչպես լուսացավ։ Ամեն դեպքում ավարտված է արդյոք պատերազմը։ Պատերազմը իհարկե ավարտված չէ, մենք հիմա պատերազմի մեջ ենք։ Մենք պատերազմի մեջ ենք, այդ որ արկեր չի պայթում, այս պայն մեր գլխավերևում, դա չի նշանակում, որ պատերազմը ավարտված է։ Մենք պատերազմի մեջ ենք Հայաստանում նույնիսկ, ոչ թե Արցախում, այլ Հայաստանում պատերազմը տեղափոխվել է Հայաստան ու դեռ շարունակվում է։ Ինչ եք զգացել այն պահին, երբ հատել եք Հակարիի անցակետը։
Ճիշտն ասած, գիտեք, մարդիկ կան, որ ապահովություն են զգացել մարդիկը։ Ես համ ապահովություն եմ զգացել, համ անապահովություն։ Ես զգացել եմ, որ երեխաս փրկվել է կապրի, բայց մեր հոգիները մի տեսակ տգեղ չթվա, բայց ոնց որ մեռած լինի մեր հոգիները։ Ինչ որ մի բան մենք մեր մեջից հանել ենք այդտեղ։ Հակարի կամրջում մնացել է այդտեղ ու վсё։ Մենք արդեն առաջ ենք եկել այստեղ։ Հետաքրքիր համեմատություն է, գիտեք, իմ հյուրերը շատ տարբեր համեմատություններ են անում, ոմանց համար դժոխքի ճանապարհ էր, ոմանց համար մեղքերի թողության ճանապարհ էր, իսկ ոմանց համար էլ ճանապարհ էր, որում եւ կյանք կար եւ ծնունդ։ Փաստորեն մեր պատմությունները եւ իրար նման են եւ իրար տարբեր են, տարբերվում են միմյանցից ինչ որտեղ նաեւ։ Եթե հետ նայիք ու հայացքն ուղեիք Արցախին, ինչ կասեիք։ Ափսոս, որ այսպես եղավ։ Չգիտեմ ով է մեղավոր, որ ես ասեմ մեղավոր է սա, չեմ ուզում որ մեկին մեղադրեմ, բայց շատ եմ ափսոսում, որ այսպես եղավ։ Շատ։ Եթե հնարավորություն լինի կվերադառնանք։ Առաջարկում եմ Բալիկին կանչեք մեզ մոտ, ծանոթանանք նրան հետ, շփվենք, հետո կշարունակենք մեր զրույցը։ Հայկն ու Դանիելը միացան մեզ, լուսավորվեց միանգամից մեր նկարահանման վայրը։ Հայկը բավականին մեծ է արդեն, 7 տարեկան է, դպրոց է հաճախում։ 8, նույնիսկ 8 արդեն։ Ինչ ես հիշում Արցախից, Հայկ։ Արցախից հիշում եմ ձեդը, պապիկը, մեր տունը եւ այլն շատ հիշադակ բան։ Վերկրեվը սկսվալ է, մտ դա ոնց է սկսվալ։ Ոնց է սկսվալ։ Ուժը դմբոցը։ Հա, ինչ քրալ բա։ Ինստարամ, падвал, նրանք ես հասկացալ, իջա ու եկա իմ կողքը։ Հա։ Ինչս էլ մտածել ես կռվին վախտը, Հայկ։ Մտածել ես մեր թորքեր մեր կողքն ու շատ փիչ տերեր կայ կատարվել։ Վեր մծանաս ինչ ստերնան։ Ֆուտբոլիստ։ Քու երազանքդ ամենամածվերնա։ Դեպի Արցախը հետ բերի։ Պահոնց պիտի հետ բերիք։ Գիտելիքով։ Մծնանաս, լավ սվերիս, Արցախը հետ բերիս։ Մենք դպրոցում ինչ գնահատականներ ես ստանում։ 8-ից 10։ Լավ ես սվերում։ Հայկ դու ինչ կզետի ինչ հա հայրենիքը։ Հայրենիքը այն հետի կյանքը։ Ես դու իմ սրտում միշտ Արցախն անելու։ Ախ մենք Արցախում չենք։ Թորքերի պատճառով։ Հիշում ասում ենք Արցախա դուս եկան։ Հա։ Ոնց։ Պրոբկերքա։ Ոզաս շուտ դուս կես թաուզաս պատարել մնաս։ Ոզան պատարել մնա։ Բայց առանց կրեղ։ Ամենաշատը ինչ կարոտալ Արցախը։ Մեր տոնն ու դրիկ կյանքը։ Դրին կյանքը ոնց է ելել։ Շատ լավ։ Даже блокадава. Հա։ Պավեր վեճ կոնֆետ ալել, վեճ լույս ալել, վեճ գազ ալել, վեճ շիմպենչլե, տալավ ալել։ Լավ ալել։ Կարևոր է իմ հողում սուրականից։ Իմ երկրքում սուրականից։ Վեր հնարավորություն ունի իդ քինանաս։ Հա։ Քինանից ինչ այնս։ Առաջինը։ Քինանում ապրել։ Մնամ դեռ մոչև մծանալը։ Ախպերի գիտել ես տնա։ Հա։ Արևիկ հետաքրքիր դաստիարակությամբ են մեծանում բալիկները, նույնիսկ եկել այստեղ տեսել են լեփլեցուն խանութները, ամեն ինչ, երբ որ կյանքը լրիվ այլ գույներ է ստացել, բայց ասում է, որ շրջափակումը իր համար ավելի լավ էր, նույնիսկ տարական բաները, որ պետք էր երեխաներին չկար, դրան էլ է փոքրիկը երանի տալիս։ Դուք սովորեցնում եք նրան այդպիսին լինել, թե ամեն դեպքում հայի գենն իրեն անում է։ Իրեն չեմ սովորեցել ոչ մի բան, ինքը ինքնուրույն իր սրտից, ինձ նման է, ինձ է երևի քաշել Արցախին այսքան սիրող, որ մենք եկանք Գորիս, արդեն ճանապարհը անցանք, եկանք Գորիս, Հայկին տարանք խանութ, ինչպես բոլոր ծնողներն էին, տարանք ասեցինք Հայկո, ինչ ուզում ես վերցրու, Հայկս ոչ մի բան չվերցրեց, ոչ մի բան չուզեց, այն որ կուշտ էր երեխես։ Ոչ մի բան, ես էլ զարմացա, որ այնքան ժամանակ քաղցր չտեսած, համեղ բաներ չտեսած երեխան ոչ մի բան չվերցնի։ Ամեն դեպքում հիմա Հայաստանի Հանրապետությունում եք հաղթահարում այն մարտահրավերները, որոնց առջև մենք կանգնած ենք։ Շարունակում եք ձեր գործունեությունը այստեղ եւ հաճախ են արցախցիները նորից պատվերներ կատարում ձեզնից։ Իհարկե, անպայման իմ պատվիրատուները
հավատարիմ են միշտ երբ հիմա այստեղ էլ եթե ինչ-որ արարողություն են անում էլի ինձ են հիշում շնորհակալ եմ իրենց դրա համար այստեղի դժվարությունները դժվարություն չի ոնց որ ճիշտ է մենք տուն տեղ կորցրած ենք նորից ամեն ինչ նորից զրոյից սկսած ենք բայց այն տեսած այն ամեն ինչ տեսած մարդը այստեղ այս դժվարությունների առաջ չի խեղճանա։ Եթե հիմա Արցախում լինեիք, ինչպիսին է կլիներ ձեր առօրյան։ Արցախում խանութ կունենայինք, էլի աշխատելուց կլինեինք, որովհետև ես չեմ պատկերացնում չաշխատելիս։ Գուցե 3 երեխա կլիներ, չգիտեմ։ Դա աստված, որ շուտով 3-րդ բալիկը ծնվի, չի։ Այս փոքր ֆենդիկին գամիանանք։ Ինչպիսին է վերադարձի տեսլականը։ Կարծում եմ պետք է ապահովություն լինի, որովհետև չեմ կարծում, թե արժանի է մեր ժողովրդի նորից նույն իրավիճակում հայտնվելու։ Եթե ինչ-որ հույս ունենանք, ապահովություն ունենանք, հնարավորություն ստեղծվի վերադառնալ, բոլորս էլ կվերադառնանք։ Արևիկ, շնորհակալ եմ անկեղծության համար։ Գիտեմ, որ փոքրիկ բալիկի հետ այսպես է լինում առօրյան եւ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ու հյուրընկալեցիք մեզ։ Ձեզ մաղթում եմ, որ ձեր ընտանիքում, ինչպես դուք եք ասում, համալրում լինի եւ հնարավորություն ունենանք, որպեսզի համալրումը լինի։ Բոլորով այդպես ինչպես որ եկել ենք, ինչպես Հայկն է մեզ ասում, գիտելիքով վերադառնանք Արցախ։ Հայկ, քեզ եմ շնորհակալ, որ կիսվեցիր մեզ հետ։ Ինչ որ բան կուզենաս ավելացնել։ Շնորհակալ եմ անկեղծության համար։ Դե ինչ այսպիսին էր մեր այսօրվա պատմությունը, անկախ ամեն ինչից արցախցին փորձում է արարել ու ստեղծել, որպեսզի կարողանա դիմակայել նոր մարտահրավերներին։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք